Ապատեղեկատվություն տարածողները շատ ինտենսիվ են օգտվում արհեստական բանականությունից, որտեղ դա հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից։ Վերջերս մենք այսպիսի դեպքեր ունեցել ենք անցած 1 տարվա ընթացքում, օրինակ AI-ով ստեղծված աղջիկ էր, որը պնդում էր, որ իրեն ԱԱԾ են տարել, ծեծել են, նաև ունեցել ենք արհեստական բանականությամբ ստեղծված հոգևորական, որը պնդում էր, որ իրեն տանջել են, չգիտեմ, սպառնալիքներ են հղել, եւ այս նյութերը չիմացող մարդու համար բավական ճշմարտանման տարածվելով կարող են տպավորություններ ստեղծել, որ մի բան այն չէ, հակաժողովրդավարական գործընթացներին եւ ի վերջո կարող են ազդել ընտրական գործընթացի վրա, մարդկանց մղել շարժման, իսկ երբ պարզվի, որ դա սուտ էր, ակնհայտ եւ այլն, որևէ մեկը չկա, ում կարող ես պատասխանատվության ենթարկել։ Տարբեր օտարերկրյա պետություններ շատ վատ նկատառումներով կարող են ստեղծել տեսանյութեր, տարածել, մարդիկ ոչ մի հնարավորություն չունեն տեխնիկական միջոցներով, տալիս են ինչ-որ օրինակ ChatGPT-ին խնդրում էին ստուգել ճիշտ սա AI-ով է ստեղծված թե ոչ, պատկերացրեք ընտրությունների շատ կարևոր ինչ-որ մի կետում մեկը ստեղծում է շատ ճշմարտանման AI մոդել, սկանդալային ինչ-որ հայտարարությունով, նետում է դաշտ եւ դրա արդյունքում քաղաքական ուժերից մեկը իշխանական կամ ընդդիմադիր հայտնում է շատ վատ վիճակում, առհասարակ դուրս է մնում ընտրական process-ից։ Եթե սխալ ինֆորմացիայի վրա մարդիկ սխալ որոշում կայացնեն, ամբողջ քո պետության ուղղությունը, որոշումների կայացումը, քաղաքականությունը կարող է փոխվել մեկ կեղծված տեսանյութի պատճառով։ Եվրամիությունը ընդունել է այսպես կոչված AI law, հա, արհեստական բանականությանը նվիրված օրենք, որտեղ բավական համապարփակ կարգավորվում է արհեստական բանականության կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում մեդիայում, եւ կարծես թե այս օրենքը ինչ որ առումով կպնում է կամ համապատասխանեցվում է AI-ին, Եվրամիության ընդունած այդ AI օրենքին։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք էր ավելի շատ շեշտը դնել ոչ թե օրենք ընդունելու վրա, այլ ինքնակարգավորման վրա եւ մեդիաներին, չգիտեմ, հորդորել, կոչ անել, սա անել ինքնակարգավորման միջոցով, մեծ հաշվով շատ բարդ է լինելու վերահսկող մարմնին, օրինակ այս դեպքում պարտավորություն դրվել է հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի վրա, իրենց համար բավական տեխնիկական պարտություններ են առաջանալու, թե ինչպես մոնիտորինգ անելուց հետո կասկածելի նյութերը ինչպես ստուգել եւ նույնականացնել, այստեղ լուրջ եւ տեխնիկական կարողություններ են անհրաժեշտ լինելու եւ մոնիտորինգային կարողություններ, այնպես որ այս պահին ինձ մոտ նույնիսկ տպավորություն է, որ օրենքը լինելու է այսպես անատամ օրենք կամ թղթի վրա կամ կիրարկումը լիարժեք չի լինելու, արհեստական բանականության մոդելների աճը 2022 թվականից այս կողմ եղել է պայթուցիկ եւ գնալով լավանում են այդ մոդելները եւ հնարավոր է շատ լուրջ որակի սինթետիկ բովանդակություն ստեղծել, այս առումով պիտի կիրառվեն, ասենք այսպես կոչված փաստեր ստուգողների գործիքակազմը, հատուկ գործիքներ կիրառվեն, օրինակ այդ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը բացվեն կադրերով, հա, կադր վերլուծվեն, դրանք մի մասը տան հատուկ մոդելներին, որպեսզի իրենք վերամշակեն, փորձեն նայեն, այնպես որ սա բարդագույն խնդիր է։ Մեդիաները կարող են նույնիսկ վերցնել, օգտագործել տեսանյութ առանց իմանալու կամ հասկանալու, որ սա արհեստական բանականություն կա այստեղ,